Մայրբուհի երիտասարդ գիտնականները փորձում են բացահայտել միկրոջրիմուռների ներուժը կենսազանգվածի ստացումից մինչև նանոմասնիկների սինթեզ։ Հետազոտություններն իրականացվում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրով։ Միկրոջրիմուռ ասելով մենք նկատի ունենք թե պրոկարիոտ, թե էուկարիոտ մանրադիտակային օրգանիզմներ, որոնք լայն կիրառվում են ներկայումս արդյունաբերության տարբեր ոլորտներում, երևի թե չկա այդպիսի ոլորտ, որտեղ այդ օբյեկտները չկիրառվեն, նշեմ, դա քլորելա ցեղի եւ սպիրուլինա ցեղի ներկայացուցիչներ են։ Սա գիտական խմբի արդեն երկրորդ դրամաշնորհն է։ Նախորդ անգամ երիտասարդ հետազոտողները Spirulina platensis միկրոջրիմուռի կենսազանգվածից արծաթի նանոմասնիկներ են սինթեզել։ Հիմա հերթը ցինկի և տիտանի օքսիդներինն է։ Պլանավորում ենք ստանանք տիտանի օքսիդի նանոմասնիկները, այժմ մենք արդեն ստացել ենք ցինկի օքսիդի նանոմասնիկը, այստեղ կարող եք տեսնել, ինքը սպիտակ գույնի է, և ուսումնասիրելու ենք նրա կենսաբանական ակտիվությունները, թե ինչպիսի հակաբակտերիական ազդեցություն ունի, ինչ մեխանիզմներով է ազդում, նաև կնայենք հակասնկային ազդեցությունը, հակաքաղցկեղային։ Միկրոջրիմուռները հարուստ են տարբեր վիտամիններով և սպիտակուցներով, հենց դրանով է պայմանավորված մի շարք ոլորտներում այս միկրոօրգանիզմների մեծ պահանջարկը, նշում է գիտնականը։ Կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ, որպես կենսաբանական ակտիվ հավելումների աղբյուր, որպես սպիտակուցի անսպառ աղբյուր, տարբեր տեսակի վիտամիններ են սինթեզում, այդ թվում B խմբի բոլոր վիտամինները, սպիրուլինան ընդհանրապես համարվում է B2 վիտամինի առավել արդյունավետ արտադրիչ։ Գիտնականները միկրոջրիմուռների կենսազանգվածը աճեցնելու են տարբեր պայմաններում, նաև արտադրական թափոններում։ Փորձելու ենք աճեցնել ածխածնի տարբեր աղբյուրներում, այդ թվում նաև կիրառելով արդյունաբերական թափոններ, որոնք ինչպես գիտենք հարուստ են ածխածին պարունակող միացություններով, որոնք կարող են հեշտությամբ յուրացվել օրգանիզմների կողմից։ Երիտասարդները նախատեսում են ամռանը մեկնել Գերմանիա, նախագծի գործընկեր դոկտոր Ռոբին Շուբերտի հետ գիտափորձեր կատարելու և հետազոտական հմտությունները զարգացնելու նպատակով։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։